շարունակվում է ու զազրելին գիտեք որ նա Ավետիք Իշխանյանը ամեն դեպքում տեսել էր սովետական ռեպրեսիաներ նրա տատիկն ու պապիկն էլ գնդակահարվել էին սովետական ռեպրեսիաների տարիներին հետո տեսել էր ասենք այդ ՀՀՇ-ական տարիների ռեպրեսիաները 96 թվականին երբ որ ընտրությունները կեղծեցին նրանց հետևից էին ընկել ինչպես նաև ժամանակին կրակել էին նրան վրա ու ողջ էր մնացել բարեբախտաբար հետո բնականաբար այդ իրավիճակից ելնելով ընտրեց իրավապաշտպանությունը Համբարձում Գալստյանի սպանությունից հետո հատկապես ու պայքարում էր ուրիշների իրավունքների համար մինչև կյանքի վերջ բայց զազրելին այն է որ 2018 թվականին փաստորեն եկավ մի տեսակ իշխանության որը բոլոր այս նախորդ տեսակներից ոչինչով առավել չի, ասենք եթե 88 թվականից հետո տեսնում ես լավ այնտեղ գոնե Արցախյան ազատամարտ էին հաղթել, Ղարաբաղ Սումգայիթի ջարդերի, Բաքվի ջարդերի համար պայքարում էին, լավ հետո հաբրգել էին ու սկսել էին տենց իրանց երևակայել կամ ասենք հետո որ տեսնում ես ասենք Հայաստանի մյուս անարդարությունները կրկին կապվում են ինչ-որ ձև Արցախի ազատագրման հետ սովետական միությունում որ տեսնում ես ասում ես լավ ինչ-որ նոր հասարակարգ է ստեղծվել աշխարհում հա ինչ-որ կոմբան են սոցիալական արդարությանը ձգտող հասարակարգեր են բայց այս 2018 թվականն որը հենց իրավապաշտպանների կարելի ասել նաև հա իրավապաշտպանների եւ իրավունքների համար պայքարող ակտիվիստների այսպես կոչված հեղափոխություններ դուրս է գալիս նրանք ընդհանրապես որևէ արժանիք չունեն, հա, բայց զբաղվում են, ասենք, մեր իրավունքները ոտնահարելով։ Տալիս են Արցախը, զրկում են 150,000 քաղաքացու անձնագրից, քաղաքացիությունից, ու հիմա էլ բանին Էդգար Ղազարյանին փաստորեն ինչի համար դատավորների գործունեությունը խոչընդոտելու համար, իսկ ներողություն, ով ազգային ժողովի մանիպուլյացիաներով 3 սահմանադրական դատարանի դատավորներին հեռացրեց Ֆելիքս Թոխյանին, Հրանտ Նազարյանին եւ Ալվինա Գյուլումյանին, որը Եվրոդատարանի, Մարդու Եվրոպական դատարանի առաջին կին դատավորներ հետխորհրդային երկրներից Ալվինա Գյուլումյանը կամ ով էր Ազատություն ռադիոկայանի եթերում շնաբարոտ դուրսպրծուկները խորհրդանում, իսկ Ազատության ռադիոյի եթերում դատավորներին ասում էր պատերի տակ վնգստալով տեր են փնտրում։ Ով էր որ Սահմանադրական դատարանի դատավոր նախագահ այն ժամանակ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը խախտում էր Facebook-ով։ Վարչապետ Կոչեցյալը։ Կամ ով էր որ հանրային ասաց, որ ես չեմ պատրաստվում կատարել դատարանի վճիռը։ Այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հիշում եք, դուրս եկավ եթերը բացեիբաց ասաց չեմ կատարելու դատարանի վճիռը։ Ինչու այդ մարդիկ ստեղ չեն հիմա։ Այդ մարդիկ ստեղ չլինելու պատճառով է, որ հիմա 150,000 մարդ Արցախում չի, ու ես էլ չեմ կարող հիմա Արցախ գնամ։ Իհարկե Էդգար Ղազարյանին ես շնորհավորում եմ, որովհետև սա նրա համար նոր կռվի դաշտ է բացում արդարությունը վերականգնելու համար, այդ թվում նաև անձնական ճանապարհով, ինչպես նաև ես էլ աջակցում եմ նրան եւ բնականաբար վստահ եմ Էդգար Ղազարյանը ինչ լավ է դրսևորելու իրան, որ բեռա դառնալու իրենց վրա ու նաև մի հետաքրքիր բան էլ ասեմ վերջերս փետրվարի 13-ին ՄԻԵԴ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015 թվականի իմ դեպքերով ինձ հաղթող է ճանաչել, որի մասին դիրքորոշումը ես շուտով կարտահայտեմ ու որը նաև կապված է այս շինծու դատական process-ի հետ։ Ուզում նաև հիշեցնել, որ այս պահին Բաքվում շինծու դատական process-ի մեջ են դեմոկրատական ժողովրդավար Արցախի 3 նախկին նախագահները, նախկին պետնախագահը, ներկայիս ազգային ժողովի նախագահը, 1 նախկին պաշտպանության նախարար եւ 1 նախկին արտաքին գործերի նախարար։ Եթե այս թուրք-ադրբեջանական հայկական տանդեմը ու տանդեմ երյակին նայենք, կնկատենք, որ այս 3-ով աշխարհում դատում են ժողովրդավարությունը։ Բաքվում եւ Երևանում
ժողովրդավարությունը ապօրինի դատական process-ի մեջ է, որին աջակցում է մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հեղինակ երկրները։ Դրա համար նրանց դատարանները այս բան հեղինակազրկված են եւ վճիռները հարգման ենթակա չեն։ Շնորհակալություն։